Բարև ձեզ բարեկամներ, ես ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին, բոլոր այն մարդկանց, ովքեր սովորականի պես միշտ մեզ հետ են Փակ TV-ի կողքին։ Գիտեք, միշտ մարդու տրամադրությունը կապված է նաև այն ամենի հետ, ինչը շրջապատում է մեզ։ Իսկ մեր տաղավարում, երբ մենք ունենում ենք շատ այսպես հմայիչ հյուր, մարդ, որը միշտ ասում եւ ասելու է ճշմարտությունը, մեզ համար դա կրկնակի տոն է, հավատացեք, դա այդպես է։ Այսօր մեր տաղավարում շատ սպասված, մեր շատ ցանկալի հյուրերից մեկը հրապարակախոս Մայր Հայաստան 21-րդ դար հասարակական կազմակերպության մայրերի հիմնադիր այդ կառույցի նախագահ Գայանե Գասպարյանն է։ Բարև ձեզ Տիկին Գայանե։ Բարև ձեզ պարոն Գուշյան։ Շատ ուրախ եմ, որ դուք նորից մեզ մոտ եք։ Գիտեմ, որ կան մարդիկ, որոնք ամեն անգամ երբ դուք գալիս եք տաղավար, իրենց այնքան էլ լավ չեն զգում սպասելով, թե հիմա ինչ է ասելու Գայանե Գասպարյանը այս կամ այն հանցագործ երևույթի մասին։ Բայց իհարկե կարևորը որ դուք ճշմարտությունն եք ասում, իսկ Փակ TV-ի գլխավոր նշանաբանը ասել միայն ու միայն ճշմարտությունը, որքան էլ դա ցավալի է ու դժվար։ Բայց դա այդ մարդկանց խնդիրն է, պարոն Գուշյան, որովհետև ապրի այնպես, որ դու չվախենաս ճշմարտությունից։ Եթե մարդ ազնիվ է եղել, մարդկային արժեքներով է ապրել, Աստծո արժեքներով հավատքով, հայ ազգային արժեքով ու արժանապատվությամբ, դա վախենալու ոչինչ չունի։ Բնականաբար, ինձանից չեն վախենում, իմ բարձրաձայնած ճշմարտությունից են վախենում։ Թող վախենան։ Դե դուք այնքան նվայեցքին եք, որ ձեզանից չի կարելի վախենալ։ Վատակույն դեպքում կարելի է ձեզ միայն սիրահարվել։ Տիկին Գայանե, լավ, հիմա անցնենք հարցերին, որտեղ հարցեր շատ կան այսօր, իսկ դա մեր ունկնդիրներին նույնպես հետաքրքրում է։ Օրեր առաջ ավարտվեց վաղարշաբաթ խոշորացված համայնքի դիմընտրությունները։ Խայտառակ մի երևույթ, որի արձագանքները դեռ երկար են, ինչպես ասում, լսվելու։ Ձեր կարծիքը ինչպիսին է։ Իմ կարծիքը երբեք չի կարող փոխվել, որովհետև դա կարծիք չէ, դա համոզմունք է։ Կարծիքն ուրիշ է, համոզմունքն ուրիշ է։ Իմ համոզմունքն այնպեսին է, որ ես մի քանի անգամ եմ բարձրաձայնել եւ պատրաստ եմ նորից կրկնել։ Պարոն Գուշյան, ամբողջ աշխարհում բացառված է ազնիվ ընտրությունները։ Այդ համակարգը, երբ որ բերեցին ու մտցրեցին նաև Հայաստան ընտրությունների, իրենք ամեն ինչը հաշվի են առել, որ մարդկանց մի մասը ծախված է, մյուս մասը լափամանից օգտվող, երրորդը անտարբեր իր համար միևնույն է, թե ումը կընտրեն։ Էլ չեմ ասում բավականին մեծ հատված, որոնք չեն էլ գնում ընտրության, այնքան հիասթափված են ու այնքան հավատ չկա, որ չեն գնում։ Դու պատկերացնում եք 45%-ն է ընտրել։ Իսկ կեսից պակաս ընտրությունը չպիտի ընդունվի, դա պետք է հերկվի նորից անցկացվի ընտրություն, որովհետև ինչ նշանակում 45%-ն են ընտրել ընտրողների 45%-ը, այդ 45%-ից էլ 22%-ն է ինքը շահել, դա է իր հաղթանակը։ Էնել են դեպքում, որ ըստ պտտվող լուրերի 20,000 դրամով ձայն տվող կային, հա մի մարդ, որ ինքն իրան ծախի, հայրենիքն ինչ է, որ չծախի, կամ ժողովուրդն ինչ է, որ չծախի։ Դավաճանությունը սկսվում է, երբ մարդ ինքն իրեն է դավաճանում, երբ մարդ վաճառվում է, դրանից ստոր դավաճանություն չկա, որովհետև արդյունքում դու դավաճանում ես եւ ազգդ, եւ հայրենիքդ, եւ կրոնդ, այդ 20,000-ի համար, այդ էր ձեր կինը, ծախվողներ, ձեզ եմ դիմում, դուք մարդ չեք, գոյատևող, ով որ այդ 20,000-ը տվել է, դու իր սեփական ապրանքն ես, ոնց ուզի քեզ կստորացնի, ինչ ասի դու պետք է անես, դու ընտրություն չունես, դու ողորմելի վիճակի մեջ ես գտնվում, դա է ձեր գինը, դրա համար այդ ամբողջը հաշվի են առել ընտրությունների համար, ես հիշում եմ, չեմ ասում, որ երկրորդ թե երրորդ նախագահ, որ չլինի ինչ-որ մեկին ուզում եմ անպայման փնոված լինեմ, գալիս է մի գործարար մարդ, որտեղ աշխատելուց է եղել իմ տղայի դասարանցին, մոտ ընկեր, այսինքն, աջուտանտի նմանը, դե որ սեղան են դնում, սեղան են հավաքում, դա չէ նախագահական, եւ ասում է գիտեք ինչ, շեֆ, ժողովուրդը շատ ծանր վիճակի մեջ է, հատկապես ռայոններում, գյուղերում, պիտի ինչ-որ մի բան անենք, վիճակը լավացնենք,
Գիտեք ինչ ասում այդ նախագահան։ Այդտեղ ասում է այդել քո շնորհակալությունն է։ Ասում է բա որ քասիբ չլնի 5000-ով ոնց է զենառնելու 5-ի տեղը 50 է տալու։ Նենց որ մի բան էլ շնորհակալ եղի։ Սա է եղել գաղափարախոսություն ընտրության։ Սա եղել է կա եւ պիտի լինի ընտրությունները հատուկ են արված, որպեսզի մենք գլուխը կախ գնանք եւ օրինականացնենք արդեն նախապես ընտրված ու որոշված պատուհաս դարձած մեր գլխին իրենց տեխնացուն։ Հա, սիրելի ժողովուրդ, որ գիտակցեք, թե ինչ անում է համակարգը, ոնց է վերացնում պետություններն ու ժողովուրդները, ազգային պատկանելությունը, հավատքը, ամեն ինչ գալիս է այդտեղից։ Ընտրում ենք մեր գլխին մի պատուհաս խեղկատակ, որի տերերը, թելադրողները, ղեկավարները ասում են, թե ինչպես քանդել մեր երկիրն ու մեր ազգը, իսկ մենք 20,000-ով ձայն ենք տալիս։ Դուք տեսեք, հիմա դա ում մեղքն է, մեր։ Եթե մենք թույլ չտանք, ոչ մի սիոնիստ չի կարող մեզ քայքայել, խոշտանգել, մասնատել, ոչ մեկ։ Մենք ենք թույլ տալիս։ Ցավոք սրտի, իմ ազգի 25-30%-ը հայ չեն։ Դրանք արաբների, թաթարների, քրդերի, թուրքերի, հրեաների սերունդներն են, որոնք պապերից պապեր վերցրել են հայկական ազգանունները, որպեսզի վերագրեն իմ քաղաքակիրթ ու հնավորց հզոր ազգին, բայց միևնույն է, ինչքան էլ ավանակը փալանի փոխարեն թագավորական ձի ու թամբ դնի, նա չի կարող մուստանգ դառնալ, նա նույն ավանակն է։ Ահա թե ես ինչի եմ ասում, պարոն Ղուշյան, որ պետք է համակարգը փոխվի։ Դա է մեր փրկությունը, նորից եմ ասում, լսեք ուշադիր։ Պետք է լինի նախագահ, վարչապետ չի լինելու, ազգային ժողով չի լինելու, լինելու են 50 կամ 100 մտավորականներ, իրենց կյանքով ապացուցած, հաստատված հայրենասեր, գաղափարախոս, իմաստուն մարդիկ, որոնք էլ կընտրեն 3, 4 կամ 5 թեկնածուներից մեկին եւ ոչ թե գաղտնի, այլ բաց ընտրություն, եւ պիտի պատասխան տան ինչից ելնելով, որ արժեքների ձելնելով է ինքը ձայնը տվել դրան, թող փորձեն մի անգամ կեղծեն առանց դատ ու դատաստանի 15 տարի, քանզի ժողովրդի հույսը, ժողովրդի հավատը եւ ժողովրդի ապագան վստահված է իրենց։ Դրանից բացի երրորդ ուժը լինելու է մայրերի գերագույն խորհուրդը, մեր հզոր մայրերի, որոնք այսօր ամբողջ աշխարհով են հայտնի։ Այսօր գիտնականներն են ապացուցում, որ հայ մայրը 8000 տարուց ավել պահպանել է իր գենը, մուտացիայի չի ենթարկվել։ Այսինքն դա նշանակում է ասու կողմից տված մայրական բոլոր արժեքները պահպանված են։ Ինչքան էլ դուք մորը ստորացնեք, նար դերակատարում ու նշանակությունը գցեք, ուղարկեք 3-4 տեղ աշխատելու, որ երեխային կերակրի, չի հասցնում երեխա դաստիարակի։ Ձեռից վերցրիկ մորը, մոր ձեռքից երեխային ու կապեցիք ինտերնետին։ Հիմա ինտերնետն է դաստիարակում մեր երեխաներին, հա? Այն նման բաներ կա, այդ նոր սիստեմը պիտի բերենք, դա կոչվի հայկական սիստեմ, ու այդ սիստեմը կվերցնեն աստիճանաբար բոլոր առողջ եւ ազգասեր գալիք ղեկավարները, որտեղ այսօրվա ղեկավարները բոլորը թյուրիմացություններ են, այսօր սուտը դարձել արդեն պարտադիր ռիտուալ, հա? Տրամպից սկսած մինչև մեր խեղկատակը բոլորը խափում են, իրիկունը ուրիշ բան են ասում, առավոտն ուրիշ, տպավորությունը, որ սպասում է զանգ, հենց զանգ են տալիս, հանձնարարություն տալիս են, անմիջապես դուրս պրծուկի նման թռնում ու սկսում է հաջորդ զառանցանքը եւ զարմանալի գիտեք որն է, ես ապշում եմ, որ մարդիկ անհանգստացած են, որ ինքը եկեղեցու դեմ է պայքարում, այդ ինչ գնահատական տվեց, այդ ով է որ պայքարի մի հատ էլ եկեղեցու դեմ չէ, իր պայքարն իր աթոռի համար է, որտեւ աթոռից դուրս ընկավ թե չէ, ինքը տաբուրետկայի վրա էլ չի նստի, ինքը դա գիտի, ահա, դա կյանքն է իր կյանքի ապահովագրությունը այդ աթոռն է։ Տիկինգային այդքան մի վախացրեք, մարդը կարող ինքնասպան լինել։ Լավ, հիմա տեսեք, կատակը մի կողմ։ Այդ արժանապատվությունը նա չունի, դուք վախենալու բան չունեք, ասեք։
Հիմա մեր երկրում տիրող արհավիրքի հիմնական պատճառները ինչու ենք մենք այս վիճակում ընդհանրապես հայտնվել։ Գիտեք ինչի, որովհետև երբ որ մարդը չի իմանում ֆունդամենտալ պատճառը, նրա հետևանքները շատ բարդ են։ Ես համեմատեմ, եթե դուք չգիտեք, մարդը չգիտի իր հիվանդության ախտորոշումը, այսինքն ինչով է նա տառապում։ Բնականաբար նա պիտի տարբեր բաներով ուզենա բուժվի եւ վնասի մնացած օրգանները։ Այո, մենք պետք է իմանանք ինչով ենք մենք տառապում։ Ուրեմն պետք է իմ ազգը իմանա, որ իմ ազգի մեջ չկրկնեմ 30% այլ ազգեր են ապրում։ Այդ ազգերի մեջ կան շատ լավ մարդիկ նաև, բայց ավելի շատ թափթփուկներ, չար, նենք, իրենց իսկ ցեղախմբի գենով ապրող, որտեղ գենը ոչ միտեղ չի գնում, թե հայի, թե ժեխի, գենը մնում է գեն։ Եվ այդ 30-ը կամ 25%-ը, ստույգ չեմ կարող ասել, 20 տարի առաջ ինձ ասացին, որ 25-ից 30% է, ինչ որ մի մասը գնացել է, մի մասը մնացել է։ Եվ այդ ժեխը բարձրանում ավերև։ Ում շնորհիվ սիոնիստների։ Դուք գիտեք, մեր եկեղեցու ամենամեծ մեղքը ո՞րն էր, որ այդքան սեկտաներ, աղանդներ, կազմակերպություններ, սորեսականներ, աղանդավորներ, դրանք ովքեր են, դրանք բոլոր հիպնոզված մարդիկ են։ Որովհետև չքավորին ասում ես, արի ես քո երեխու կրթությունը կտամ, քեզ հացի փողը կտամ, ու վազում են։ Սրբապղծում երես թեքում իրենց ասուց, գնում են այդ սեկտաներում եւ ամբողջ կյանքում դառնում են կալանավոր ուղեղը թափած։ Իրենց հատուկ հիպնոզ են անում։ Դու քո ուղեղից չօգտվես, ինչ կասենք դա կանես։ Եվ այսօր այդ ժեխը կանգած է վերևում, իր բոլոր ծառաների ստրուկներին, ֆինանսավորում ու հանում է դուրս ու տպավորությունը, որ ամբողջ ազգը տենց է։ Իհարկե տենց չի։ Մենք պետք է անպայման դենթե անալիզ անենք։ Առաջի օրենքն է, երկրորդ օրենքը։ Հայաստանի կառավարությունը պետք է մտնեն միայն ու միայն դենթեով ապացուցված հայերը, որ այդ բոլոր տվյալները, բոլորի ազգային պատկանելությունը պետք է նշվի անձնագրում, այլապես ազնագիր չի ստանա։ Այդ այստեղից պիտի սկսենք պայքարը, որ ամեն մի ճպրոտ պապուս ասած լնգուլավաս չգա ու մեզ ղեկավարի։ Ու այսօր, այո, իրականացած ցեկունքում մեր դարավոր թշնամիները մեր երկրում մեզ են իշխում ու ասում ենք ոնց պիտի գլուխներս կախ ենթարկվենք։ Բա որտեղ մնաց հայի արժանապատվությունը։ Ես մի անգամ գրիչ կորցրեցի առաջի կուրսում, պապա ինքերներ բերել ոսկու գրիչ էր, ու ես շատ անդրամադիր էի անկեղծ ասեմ ու լացեցի, որ այդ գրիչս կորավ։ Պապան եկավ ասեց, հայրս ասեց, գա ասեց, ես լացել ես, ասեց ինչի, ասեն գրիչը պապ կորցրել եմ, կամ վերցրել են կամ ես կորցրել եմ, ու գիտես հայրս ինչ ասեց, բալես ասեց, երկու բան կա, որի կորուստը սարսափելի է, մեկ ասեց արժանապատվությունը, դա առաջինն է, երկրորդը կյանքը։ Ես առաջի կուրսի ուսանող իմ հիմար խելքով որոշեցի հորս ուղեմ, ասում չէ պապ, առաջ կյանքը, հետո արժանապատվություն, ասես մյուս անգամ չլսեմ, առանց արժանապատվության կյանք չի լինում։ Տենց էլ ժողովրդական ասեց, քուչի շան գոյատևություն։ Հա? Հիմա դուք ով եք։ Ծախվողներ։ Դրա մասին է խոսքը։ Դինգան, ինչու է բացատրում այն փաստը, որ այսօր վարչապետի պայքարը ուղղված է եկեղեցու այլ ոչ թե աղանդների դեմ այդ։ Բայց այդ աղանդների արդյունքում է ինքը եկել։ Ինքը իր ստեղծողին։ Օրինակ Բուրատինոն ոնց կարար պապը Կարլոյի դեմ դուրս գար։ Հիմա էլ է ժամանակի 21-րդ դարի Բուրատինոն, այսինքն ինքը պարտական է ամեն ինչով, ինքը ոչնչից, այն որ ասում ես «Զգրյազիվ կնյազի», ցեխից իշխանություն, ինչ եք կարծում, ինքը ամեն ինչ կտա, սեփական հորնել, մորնել, զավակինել, որտև կարճի, երբ որ ոչնչությանը դնում ես պաշտոնի, ժամանակի ընթացքում ինքը սկսում է հավատալ իր կարևորությունը, իր խելքի վրա է ուրախանում, ինքը մինչև այսօր չի կարողանում հասկանալ ինչպես դա եղավ։ Ու ինքը մտնում է այդ դերի մեջ ու կարող է մի խեղկատակ բոլորիս ուզենա համոզի, որ ինքը լավ ղեկավար է, ինքը բոլորից խելացի է, բայց հետևում ինստիտուտներ են կանգնած, սեկտաներ, աղանդներ այսինքն։
բա իրանց շնորհիվ է ինքը դեռ պահպանվում։ Իհարկե ինքը ծառայում է։ Ինքը ոչ միայն չի պայքարի, այլ ինքը մինչև այսօր ծառայում է դամար։ Ամբողջ գյուղական շրջաններում, ռայոնների դպրոցները որ նայեք, բոլորը կյանքի ինչ խոսք, ես այդ արատավոր երևույթների վերնագրերը լավ չգիտեմ, բայց այդ աղանդավորներն են տնօրենները ինչի համար, որտեղ երբ որ տնօրեն աղանդավոր է, վերցնում է իրենց գյուղից ռայոններից աղանդավոր ուսուցիչներին եւ դրանք էլ քարոզում են երեխաներին, որտեղ երեխաների ուղեղը հեշտ է լվանալ։ Հետո այդ երեխեք արդեն շեղված են մեծանում։ Քոքից պիտի նայենք, քոքից պիտի կտրես, ծառը որ ворթնում է, ճյուղերը կտրելով չես օգնի, արմատից պիտի կլցնես ու այրես, բայց մենք ինչ ենք անում, ծաղկացնում ենք, ծափահարում ենք, լռում ենք, ինչքան կարելի է լռել։ Ինչ են մարդիկ ճշմարտությունից վախենում։ Ես այդ հարցն եմ տվել ինձ տասնյակ տարիներ, վերջի մի 10 տարում եմ հասկացել, որ ճշմարտությունը դուք չեք պատկերացնի ինչ անում, տարբեր կատեգորիայի մարդկանց համար։ Մեկին սննկացնում է, մեկին ստորացնում է, մեկին ոչնչացնում է, մեկին մերկացնում է։ Այդ ճիշտ ապրեք։ Ապրեք ճշտով, որ հարստացնի ձեզ։ Ես առհասարակ միշտ ասել եմ, ինչի մարդը չի դիմում իր ուղեղին, այդ գանձը հոյենց այնպես չի, առհասարակ ուղեղը չի երևում արտաքինից, բայց բացակայությունը անմիջապես զգացվում է։ Հա? Եթե դուք ձեր ուղեղին չեք դիմում, ուղեղով չեք մտածում, ումն եք վստահում, այդ ժեխին, հետո մեկ-մեկ ասում են ամբողջ ազգը տենց է, տենց չի, պարոն Ղուշյան, օրինակ նայեք, ես համեմատեմ, որ ժողովրդից հասկանալի լինի, որ մեծ կացայով միս են կեպում, խաշլամա, ամբողջ է միսա մեջ, բայց այդ քաֆը բարձրանում է վերև, չէ, փակում է։ Դա գետ մարդ որ լինի, կնայի կիմանա ամբողջ այդ կեղտոտ փրփուրն է։ Չէ, փրփուրը վերևից վերցրու, տակնամիսը սնունդը։ Այտենց էլ մեր հասարակությունն է։ Այդ ժեխը որ բարձացել է վերև փողով, դու խոսա դու ելույթ ունես, տպավորությունը, որ ամբողջ ազգն է խախտված, չէ, իմ ազգը վախի մեջ է, հուսալքված է, ապաթիայի մեջ անտարբերությունից սաղ գիտեմ, բայց սախատված չի։ Այդ փրփուրը մի տարածեք ամբողջ ազգից վրա, այդ փրփուրը որ վերցնեք, տակ ամբողջ պիտանի սնունդն է, այսինքն մեր ազգը։ Ես ստիպված եմ համեմատում, որ մարդիկ հասկանան ինչի մասին է խոսքը։ Հասկանալի։ Ես պիտի ասեմ, որ ես շրջանում շատ է խոսում նաև արհեստական ինտելեկտի մասին, դրա դերն ու նշանակությունը մեր կյանքում ընդհանրապես։ Ասեմ արհեստական ինտելեկտի ամբողջ գաղափարախոսությունն ու ծրագիրը պատկանում է սիոնիստներին։ Դուք հավատում եք, որ սիոնիստներից մի լավ բան կարող է լինի մարդկության համար չի։ Այսինքն հрьяաները իհարկե բնականաբար որոշել են մարդկությունը սիոնիստներ, որտեղ շատ լավ հрьяաներ կան, հրեական ժողովրդին ոչ մեկ ոչինչ չի կարող ասել, իրենք ունեն տաղանդավոր շատ լավ մարդիկ, բայց ես այդ սիոնիստական կազմակերպության մասին եմ խոսում։ Ինչ են ասում, պետք է իրանք բերանով մի 15-20 անգամ ես եմ տեսել ելույթները, որ պետք է աշխարհը մաքրվելի մարդկանցից եւ թողնել ոսկե միլիարդ մարդկություն, որոնք պիտի ծառայեն սիոնիստներին, ամեն մեկին 2680 կամ 860 վերջի թվերը լավ չեմ հիշում, ներող կլինեք, պիտի ծառայեն եւ երջանիկ լինեն, որ ծառայում են մեզ։ Իրանք այտենց գնում են առաջ եւ մարդկանց ով է փոխարինելու արհեստական բանականությունը։ Արհեստական բանականությունը դա մարդ պետք չի։ Դուք պատկերացնում եք ուղիղ մի 10 տարի հետո աշխատատեղերը ուղիղ 40-ից 50% արհեստական բանականությունը պետք է աշխատի։ Ինչ են անելու մարդկանց կեսը, մոլորակի մարդկության կեսը, այն որ ասում է աշխատազուրկ, գործազուրկները ինչ պիտի անեն։ Հանցագործություն, բա իհարկե։ Ես ուզում եմ գիտես ինչ եմ ասում, ես մեկ-մեկ մտածում եմ արհեստական բանականության մասին, ընկերուհուս հետ զրուցում ասում եմ գիտես ինչ, ես դեմ չէի արհեստական բանականությունը որ լինի մենակ մի բանի համար, մնացած ասպեկտներում թող մարդիկ աշխատեն, բայց դատա իրավական համակարգում կուզենայի որ լիներ, որովհետև համենայն դեպս արհեստական բանականությունը ոչ կաշառք կվերցներ, ոչ կկեղծեր, ոչ է կսպասվեր մի խեղկատակի հրամանի, թե ինչպես դատավարի եւ ինչպես դատապարտի անմեղ մարդկանց։ Այսօր ասում են Սամվել Կարապետյանը միակը չի, մենք շատ ու շատ անմեղ դատվածներ ունենք, հետո, բայց մենք լռում ենք։ Ես չեմ ճանաչում այդ մարդուն։ Անկեղծ ասեմ, ցանկություն չունեմ որևէ մեկից։ Ես շատ լավ ծանոթ ընկերներ ունեմ, բարեկամներ, հարազատներ, որոնք շփում ժամանակ էլ չունեմ շփվելու, բայց դա ինչ կապ ունի ինքը ով է։
Ինչ արել, ինչի համար ես վերցնում։ Լինցեզիայից եք զրկում, ես ենք անում, ենք խաչքարերը պիտի քանդենք, սա պիտի անենք նա։ Բուժվի տղա, եթե իհարկե դա բուժվում է։ Հասկանում եք, ինչ ասեմ, դա է իրականությունը եւ ամենական PR-ով, ռեկլամով, ստիպողական, այն բռնաբարված ծախուարարածներն էլ պետք է ենթարկվեն, բայց մեծատառով մարդը պարոն Ղուշյան մեծարման կարիք չունի։ Ես մարդկանց գիտեմ, եթե որովհետեւ հանկարծ մի օր պատմեմ այդ մարդկանց ծառայությունը ազգի համար, խելացի մարդիկ շոկ կապրեն, տգետները կասեն չենք հավատում։ Գիտեք, չէ՞ այդ բառը ինչ նշանակում։ Տգետի միակարդարացումը, փարփուրներից ձեռքը գցելը, ուղեղը չի աշխատում, երբ որ չի աշխատում, դա լինի գաղափար, պատմություն, փաստ, չգիտեմ, հայտնագործություն, երբ որ նա չի հասկանում, նա չի կարող ասել, կներեք իմ ուղեղը վաղուց հրաժարվել է ինձանից, ես չեմ կարող դա գիտակցել, նա ասում է, սուտա չեմ հավատում։ Դա միակ փրկությունն է տգետի ու ապուշի խելոք մարդը լսում է անալիզիկ ուղեղով իր ենթադրություններն անում, ուսումնասիրություններն անում կամ այլ աղբյուրներից էլ օգտվում եւ հասկանում է ու գիտակցում է։ Մի շատ տենց է եղել։ Այո, միշտ այդպես է լինում, երբ կատվին չափից շատ է սիրում, ասում են, ապոշն է տնկում, կամաց, խաղալով երանում։ Լավ, տիկին գանես, ձեզ լսում եմ, ասում եմ, լավ, ես խելացի կին է, ես հաճելի համակների կին է, ինչ կարող է ասել մեր երկրի վաղվա օրվա մասին, մենք ունենք այդ օրը, մենք կարող ենք տունելի վերջի լույսը տեսնել։ Գիտեք, ես մի բան, որ ուզում եմ իմ ժողովրդին ասել, սիրելի ժողովուրդ, աշխատեք, քիչ լսեք, ամեն չկայացված թերհաս, ինքնագնահատականը ուռչեցրած միաբջիջ մարդկանց, որոնք վախ ու սարսափ են ձեր մեջ ներշնչում։ Տպավորությունը ոնց պատվերով առած լինեն։ Ես չեմ ուզում անուներ տամ, որ բամասակի չնմանվի, մի հատ գրագետ կիրթ մարդ, որ ես այդպես եմ իրան միշտ ընկալել, ինչ ասում։ 300,000 ադրբեջանցի գալու են լծվեն, այս ամբողջը մենք պետք է տանք, վերցնելու են, ու սենց, եթե մենք չանենք 2 ամսից, այսինքն ինքն ուզում է դրանով ասի, եթե դուք իրան չընտրեք, իրան ճիշտ չգնահատեք, մենք կկործանվենք, հələ դու տեսեք ինչ է կատարվում, ու իմ ժողովուրդը վախի մեջ է մնում, այդ ով է տես բան ասել։ Ուրեմն դուք հավատում եք, որպես այս ամբողջ աշխարհում այդ խեղկատակներին, այդ ցեղախմբին Կովկասի ամբողջ տարածքային իրավունքը տան, որ աշխարհը մտնի դրանց լծի տակ, լավ ուղեղ գոյություն ունի, սիրելի հայրենակիցներ, դիմեք ձեր ուղեղին, իմ խոսքին մի լսեք, ասած ինֆորմացիան դրեք սկսեք մտածել, չէ որ Հայաստանը կարևորագույն երկիրն է դառնալու, որովհետև Վատիկանը փակվելու է, արատավոր Վատիկանը, գալու է քրիստոնեական կենտրոնը գալու է Էջմիածին, Հայաստանը հայտարարվելու է չեզոք երկիր, մի քանի տարվա մեջ վերադարձվելու է եւ Ղարաբաղը, Արցախը մեր, եւ մնացած տարածքները, եւ Նախիջևանը, որից հետո Արևմտյան Հայաստանն է միանալու։ Եվ Ռուսաստանը միշտ մեր կողքին է լինելու, անկախ նրանից, որոշ արևմտամետ հայվաններ արդեն փողը վերցված է, ռուսը սենց է, ռուսը նենց, ռուսը։ Պատմություն չգիտեն, տագետ 5-6 դասարանի գոնե պատմական գրքերը, պատմության գրքերը կարդացեք, նոր ձեր ողորմելի կարծիքն ասեք։ Ռուսը միշտ էլ հային սիրել է, հայն էլ ռուսին է սիրել։ Իսկ ղեկավարները տարբեր են լինում։ Հիմա մեր ղեկավարով եթե համեմատես հայ ազգին, կասեն դրեք ու վառեք, այդտեղ մարդ չկա։ Եթե ղեկավարով է ազգը բնութագրվում, հա? Մենք վառելու ենք բոլորս, պիտի վառվենք, որովհետև ղեկավարը ողորմելի է, ոչ Եվրոպան անդոնում, ոչ Ամերիկան, ոչ Ռուսաստանը, ինքը ուղղակի դատարկ տեղ է, ռուսերենից լավ է հնչում, ասում է, «Вы никто, и вам звать никак», դրա համար բավական է հիմարությունները լսեք, պայմանագիր են կապել, ճանապարհն են տալ, վայ տվեցին, վայ տարան, դες բան չկա, այսօր խոշոր երկրները պայմանագիր են կապում, այս թուղթը վերցրած, այդ թուղթը դնում են դեմները, ստորագրում են, առավոտ այդ թուղթը եղած, չեղած, դու եկել եք այդ ջկլասների ինչ որ ողորմելի ստորագրություն են եք հավաքում, ես մի հատ բան եմ գրել, այդ որտեղ Նիկոլա Պաշտներին եմ դիմում, դատապարտվածներին, որոնք հայի հետ կապ չունեն, ցուցակ որ բաց չթողեմ,
Սեկտաներ, աղանդներ, կրթության անկում, գիտնականների նսեմացում ու հերքում կոպեկներով յոլլա գնա, որ գիտությունը չզարգանա, մենք բոլորը շատ լավ գիտենք, յուղատնտեսության անկում, հողերի թունավորում, թունավոր սերմեր, քիմիական արատավոր նյութերով բանջարեղեն ու մրգեր, մի հատ ելակ առեք, սուր դանակապետ, որ կտրես այդ ելակը։ Դեղորայքների օգտագործման ընդդեմ առողջության։ Ամբողջ դեղորայքների 50-60%-ը թունավորված է հատուկ նյութերով, որպեսզի փոքր հասակից արդեն սերը փոխվի, գարմանալնի, երեխան բուժվելու տեղը արդեն շեղվում է ուրիշ տեղ, Սննդի քիմիականացում, ոչ մեկ չի ստուգում այդ սնունդը ուտելու է, թե ոչ, դուք ասեք, քանի տեղից են մեր ազգը հարվածում։ Ստրատեգիկ նշանակության բոլոր գործարանների փակում, այդ 30 տարվա մեջ, այդ ամբողջը կատարվել է 30 տարվա մեջ, հանքերի սեփականացում, ծանոթ բարեկամ կոպեկներով ժողովրդի պատկանած հանքերը լրիվ սեփականացրել են, լրատվական դաշտի և TV-ների սեփականացում, ռեկլամ, PR, արատավորում և անորակ և բարոյալքված հաղորդումներով ողողելը։ Բանկի անկախությունը պետությունում, բանկը իր ձեռքում ապահովում ամբողջում հայ ժողովրդին և ոչ մի պետական մարմին, պրեզիդենտից, վարչապետից, ով ուզում է լինի, դատախազից իրավունք չունեն նրան կպնեն, իրանք չին պատկանում մեր երկրին, դրսից հրյաների բանկն է, ոնց կուզեն մեզ կսպանեն, կխեղճացնեն, կվերացնեն, առավոտ կփակի բանկը, առանց հացի փողի կմնանք, սաղ ազգը պարտքի տակ է, բանկի։ Պաշտոնների բռնազավթում, բարեկամ ծանոթ խնամի կամ իրանց համասերներից, կամ իրենց նարկո ընկերներից, կրոնի դեմ պայքար, ամբողջ երկիրը նարկոմանիայով, նարկոտիկներով ողողել և նարկոմանիան հարուրապատկեն, այլասերության ազատություն և օրինականություն, օրենքների ու սահմանադրության փոփոխություն ի օգուտ թուրքերին, դատաիրավական համակարգի լրիվ ենթարկում, ստրկացում մի խեղկատակի կողմից, արեստացին մահաբեր վիրուսներ, հիշում է կորոնավիրուսը մեկնել դեռ առջևում է, որ պիտի մարդկության 1/4 տանի, տեսնենք կարող է կեսն ատանում, ռեկլամ, PR և ժողովրդի պարտադրված չքավորություն, 35 տարվա մեջ, որ վերջի 7 տարվա մեջ ամենաշատը վնասեց։ Դե վերջի ամսած հատկապես շատ է, դե ասում է, եթե ժողովուրդը քյասիբ չլի չկա, որ 5000-ով ոնց է զայն առնելու, հանճարեք խոսք է, բայց հիմա գները բարձրացել են արդեն, այդ գները որ բարձրացավ, 20,000-ի ասավ։ Այ հաջորդ ընտրություններին, մինչև հաջորդ ընտրությունը մենք ավելի կչքավորվենք, որովհետև 20,000-ը թանկ անստում, որ մենք 5-3000-ով էլ կծախվի։ Ծախվող մարդը ես միշտ ասել եմ, պարոն Խոշյան, ծախվող մարդը միշտ է ծախվում, որովհետև դա կապ չունի, ես միշտ ասել եմ, 1000 դրամով կվաճառվես, թե $1 միլիոն, դու արդեն ապրանք ես, ծախված որ լեզու չունես, լեզուդ երկար չի, համարձակություն չունես, ճակատդ պարզ չի, որովհետև տենց ես ապրել, ես միշտ ասել եմ, մարդկանց դեմքին նայեք, առհասարակ որ խորը մտածեն մարդիկ, կհասկանան, որ դեմքը քո ներքին աշխարհի կնիքն է, ու կապ չունի դիմագիծը, քիթս մեծ աչքս փուչուրա բերած ու այդ կապ չունի։ Դեմքին նայես ներքին աշխարհ, ի՞նչ է ներքին աշխարհը։ Խիղճ, հոգի եւ գաղափար։ Տիկին Գասպարյան, այն դեմքերը, որոնք այսօր մեզ ղեկավարում են, սարսափելի են։ Դրանք դեպքեր են։ Ամեն մեկը մի դեպք է, ես ուղղակի նայում եմ ուշադիր գանգերին, հայ գանգ չեմ գտնում, եւ դա զարմանալու չի ու անսպասելի էլ չի։ Եվ այդ ամբողջ արհավիրքը, պարոն Խոշյան, գիտեք երբ եղավ, երբ նոր դերակատարումը անտեսեցին, նոր նշանակությունը։ Ես միշտ ասել եմ ու չեմ հոգնի կրկնելուց։ Նոր ստեղծմամբ հաստատվեց Աստծո գոյությունը։ Էս ինչ արիք մոր հետ։ 3 տեղ աշխատի տունը հոգսը երեխան վրան, մցրեցիք այնպիսի մի սուղակի մեջ, որ նա չկարողանա
իր սերն իր երեխեքին տա։ Իսկ առհասարակ երբ որ մայրը երեխա է դաստիարակում պահում, նա պետքա պետությունից աշխատավարձի նման նպաստ ստանա, ոչ թե գրոշներին կրճոններ, այլ իրական գցեք, այսինքն ամիսը 500, 600, գոնե 500 դոլարի չափ, հա, 300 1000-ի չափ աշխատավարձան, որ ինքը երեխաներին դաստիարակի, որ այսքան խեղկատակ ու սախատված հայվան կներեք արտադրության համար բար չեմ գտնում, չլինի իմ երկրում, որ հայը իշխի, հայի ծագումն ու հայի գենը բարձրանա, այսօր մեր ամբողջ գենի ընտրանին, ազգի չեմ ասում, հայի գենի ընտրանին, 60-70% դուրսն են, ու այս խեղկատակները մտածում են, օրինակ պիտի տենց հավերժ նստեն ու տենց ազգը վերացնեն, սիրելի ժողովուրդը ծիծաղելի է, ամոթ է, այդպես չեն տրվի, վախն է ձեզ մոլորեցնում, վախն է ձեզ շփոթեցնում, դրա համար վախը լավ խորհրդատու չի։ Մի մոռացեք, որ երկու վախը մի մահ է։ Այո։ Տենց ասում ենք, բայց մեր կառավարության շատ ու շատ գլուխգործոցներ վախի մեջ առավոտից երեկո վախի մեջ սախատվում գնում գալիս սրսկում են ու դեռ ապրում են ոնց որ դրանք անմահ են աչքից 7 գլխանի դեպի նման չի իհարկե անմահ չեն, բայց վերջը շատ ծանր է լինելու, որտեղ գոյություն ունի բումերանգի օրենք։ Դու ուզում ես ձերբակալի, սրանք ձերբակալես ամբողջ ազգը հոչ ես ձերբակալի եւ վերջին հաշվով ով էլ որ քեզ բերե դրել է պարոն ղեկավար նա էլ քեզ կվերացնի որպես արդեն ոչ պիտանի օգտագործված ապրանք չկա մարդ չկա ապացույց մեզ էլ գործ չմնա հերթը մեզ չի հասնի Իգինգանը դեր լավատես ճանապարհ շնորհակալ եմ սիրելի բարեկամներ մենք հերթական անգամ հյուրընկալել էինք Մայր Հայաստան 21-րդ դար հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ մեր հրաշալի հրապարակախոսներից մեկին Գայանե Գասպարյանին այսօր այսքանը լավատես մնացեք ցտեսություն